Ուրեմն այսօր խոսում ենք 2017 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի մասին, որը շատ հայտնի է այս Նոբելյան մրցանակների ցանկում, որտեղ շատ մեծ գործ է արված ու հետաքրքիր է, միստիկա։ Խոսքը վերաբերում է գրավիտացիոն ալիքներին, որ առաջին անգամ կարծել են գրանցենք գրավիտացիոն ալիքները, ու ուրեմն այսօր կխոսանք գրավիտացիայից, գրավիտացիոն ալիքներից, թե ոնց են բացահայտել այդ ամենը, սև խոռոչներից, բայց չենք խորանալու ֆիզիկական բաների մեջ դժվար, ոչ մի բանաձև չկա, շատ բարձրացված լեզվով ենք խոսալու, որը երբեմն դուր չի գալիս ֆիզիկոսներին, բայց մենք ֆիզիկոս չենք, մեզ կարելի է բարձրացնել ամեն ինչ, հեշտ բաներից խոսալ։ Ուրեմն հոդվածից ենք սկսում էլի։ Այս գրավիտացիոն ալիքների մասին առաջին անգամ, որ մարդիկ մտածեցին, որ գոյություն ունի նման բան, եղել է ուղիղ 100 տարի առաջ սա բացահայտելուց, սա այս ալիքները գրանցել են 2015-2016 թվականներին, մոտավորապես 100 տարի առաջ, 1916 թվականին այդ կողմերը, երբ որ Էյնշտեյնը գրել է իր հարաբերականության տեսությունը, ընդհանուր հարաբերականության տեսությունը, այդ ժամանակ ինքը ենթադրում էր, որ պետք է որ գոյություն ունենան sense գրավիտացիոն ալիքներ, որը բանաձևերից էր դուրս գալիս, բայց բնականաբար ոչ մի սարքավորում ու ոչ ոք չունեին այդ ամենը գրանցելու համար։ Գրավիտացիոն ալիքները առաջանում են շատ մեծ իրադարձություններից տիեզերքում, հեսա կհասկանանք ոնց երբ։ Բայց Էյնշտեյնը միշտ կասկածել է, արդյոք իրականում այս գոյություն ունի իրական տիեզերքում այս գրավիտացիոն ալիքները, թե ինչ-որ բանաձևերի խնդիր է կամ ուրիշ բան է, ու կասկածում է, որ եթե գոյություն ունի, ընդհանրապես հնարավոր է դրանք գրանցել, որովհետև նրանք այնքան թույլ են, որ մտածում որ անհնար է դրանք գրանցելը։ Բայց հետազոտողները կարացան գրանցեն, այս LIGO կոչվող հետազոտական կենտրոնում են բացահայտել, սա նկարները կնայենք, կհասկանանք, թե ինչ են արել, ոնց են արել, ինչ տեսք ունի այդ ամեն ինչը։ Այս գրավիտացիոն ալիքների այդ բացահայտման պատմությունը հետաքրքիր է, որովհետև այդ բացահայտողներն էլ չէին հավատում, որ կարացել են գրանցեն։ Վիդեոներն էին նայում, այդ գիտնականներից մեկն էր խոսում, այս հոդվածի մեջ էլ կա իր մասին գրած, ով էս ընթացքում արձակուրդի մեջ է եղել, լաբորատորիայում չի եղել, ու իրականում անունը ոնց որ տարբեր է, սրա մեջ գրած ու in վիդեոյի նայած հետազոտողների անունը տարբեր էր, բայց ինչ-որ նույն բանի մասին են պատմում։ Այդ մարդը պատմում էր, որ ինքը այս մեծ սարքեր են սարքել բացահայտելու համար, գրանցելու համար գրավիտացիոն ալիքները, ու այս մարդը այդ ժամանակ գրանցել էր արձակուրդ, երբ որ արդեն ավարտելու վաղտն էր, պետք էր միացնել սարքը ավելի ուժեղացրած վիճակում, որտեղ թույլ վիճակում չէին կարացել բացահայտեն, ու տենց որոշել են, որ այսօր հոգնել են աշխատելուց այդ աշխատողները, ու որոշել են կես ժամ շուտ գնան աշխատանքից տուն, տենց այդ տուն գնալու process-ը ոնց է, երբ որ իրանք աշխատում են այդ սարքի վրա, անջատում են սարքը, չի գրանցում ինքը ինչ-որ բաներ, երբ որ պետք է տուն գնան, միացնում են, միացած մնում է, որ եթե ինչ-որ բան լինի, ինքը գրանցի, ու տենց միացնում են սարքը, որ արդեն գրանցի, ելնում գնում են տուն, ու կես ժամ հետո գալիս է բան, ազդանշան, որ գրավիտացիոն ալիքներ են ենթադրաբար գրանցել, ու տենց ոչ մեկ չէր հավատում, ոնց կարա տես բանը լինի, երբ որ արձակուրդից այս մարդը գալիս է, բան էր էլի, իրականում այդ գաղտնի տեղեկություն էր, չէր կարելի ուրիշներին ասել, այդ գալիս է այդ մարդը, բայց որ ասում են լսել ես, տեսել ես ինչ են գրանցել, ասում հա դե հաստատ ինչ-որ խնդիր ա եղել, ինչ-որ տեխնիկական բան է, չի կարա տենց լինի էլի, որովհետև երբ որ նայում ենք այդ նկարին,
ցկնային այդ նկարներին, նույն այն տեսքը ուներ, ինչ կանխատեսվում էր, ոնց որ մենք միջևից կանխատեսում ենք, որ այս եթե գրավիտացիոնալ գոյություն ունի, այսպես տեսք կունենա այս գրաֆիկները, ու հենց տես տեսք են ընդունել, մտածում են, չգիտեմ, ինչ որ մեկը դավադրություն է սարքել, ինչ որ սարք է տեղադրել կամ սխալ բան է, ազդանշաններ է տվել, կամ ինչ որ մեկը ինչ որ սարք է դրել այդ սարքի կողերը, այդ սարքը իրականում երկար է, 4 կիլոմետրանոց խողովակներ են, ու գնացել տենց մի քանի օր շարունակ մանանեկ այդ ինչ սարքա կողը դրած, որ խախտել է ազդանշանները եւ այլն, բայց տենց վերջապես պարզեցի, որ չէ, էլի ամեն դեպքում ոչ մի բան չկա, ճիշտ բան ենք գրանցել, ու վերջում դրա մասին խոսում էլի կանդրանալանք դրան, դրա մասին խոսում, որ չէին համարձակվում, ասեն ինչ որ մեկի որ գրանցել ենք, երկար ժամանակ զուտ խոսակցություններ էին պատտվում, բայց չէին հավատում, բայց վերջապես այս 2016 թվականի 11-ին տարածեցին, որ գրանցել ենք ու գոյություն ունեն այս գրավիտացիոն ալիքները, ու գրանցել էին նաև ոչ միայն գրավիտացիոն ալիքը, նաև կարողացել էին հաշվեն, թե ինչա տեղի ունեցել, որ գրավիտացիոն ալիքը առաջացել, բարձվեց երկու հատ սև խոռոչ են բախվել իրար ու ոնց որ միացել են իրար, միջին չափի սև խոռոչներ ա եղել, ոնց որ գրած է մեկը 30 հատ արևի զանգվածով սև խոռոչ, մյուսը 60 հատ 60 անգամ ավելի զանգված ունի, քան արևը, էլի, ու միացել են իրար, ու պատկերացրեք ինչ հազվադեպ երևույթ է, չէ՞, տեզերքում որ երկու հատ սև խոռոչ գնան միանան իրար, խփեն իրար, դրա համար չէին հավատում, որ ոնց կարանք մենք սարքը միացնենք ու կես ժամ հետո հենց մի անգամից դες դեպք տեղ ունենա, որտեղ գրավիտացիոն ալիքը առաջանում է, ոնց որ այդ պահին հենց բախվում են իրար, ու ինչքան է բախները բերել, որ հասցրել են այդ կես ժամ շուտ միացնեն, թե չէ, տենց էլ հարցական էր մնալու, արդյոք մոտակայքում մեծ բան տեղի կունենա, թե չէ։ Լավ, անցնենք տեխնիկականին, ուրեմն մարդիկ մտածում էին սև խոռոչների մասին նենց, որ եթե սև խոռոչների նոբինարին չեք եղել, մի քանի բառով ասեմ սև խոռոչի ինչա, ուղղակի երբ որ աստղի գրավիտացիան այնքան է մեծանում, որ ինքը իր միջուկին շատ ուժեղ է սեղմում, որ փլուզվում է այդ ատոմի կառուցվածքը, չգիտեմ, նեյտրոն, պրոտոն, էլեկտրոն էլ նորմալ չեն պատտվում, սա քանդվում է, սեղմվում է իրար մեջ, երկու տարբերակ կա, կամ դառնալու է սև խոռոչ, կամ դառնալու է նեյտրոնային աստղ, այդ աստղը։ Սև խոռոչի դեպքը այն է, երբ որ մի հատ զանգված կա, եթե աստղի զանգվածը դրանից մեծ է, այնքան է մեծանում գրավիտացիան, որ ամեն ինչ սեղմում է մի կետի, ասենց պատկերացրեք անվերջ խտությամբ մի հատ կետ է առաջանում, որի ձգողականության ուժը այնքան ուժեղ է, որ նույնիսկ լույսին է քաշում ու լույսն էլ չի կարող իր կողով անցնի, դրա համար սև է ինքը։ Իրանից ոչ մի բան դուրս չի գալի, դա համար անվանում ենք սև խոռոչ։ Երկրորդ տարբերակն էլ նեյտրոնային աստղն է, դա էլ այն դեպքն է, երբ որ զանգվածը չի հերիքում, որ սև խոռոչ դառնա, գրավիտացիան այդքան ուժեղ չի լինում, բայց այնքան ուժեղ է լինում, որ այս էլեկտրոնները ընկնում են պրոտոնի վրա, ու ոնց գիտեք, պրոտոնը դրական լիցք ունի, էլեկտրոնը բացասական, երբ որ միանում են իրար, չեզոք լիցք է դառնում, որը ոնց գիտեք, նեյտրոնն է։ Ու կարճ ասած, այդ ուժեղ ճնշման տակ սաղ էլեկտրոնները ընկնում են պրոտոնների վրա ու դառնում են նեյտրոն, ու դառնում ամեն ինչ նեյտրոն։ Պատկերացրեք, ունես պրոստը նեյտրոններ, ու նեյտրոններից կազմված աստղ է դառնում, որը տենց շատ տարօրինակ է, դժվար է պատկերացնել զուտ նեյտրոններ, որտեղ մենք սովորենք մեր աշխարհը տենց պրոտոններ, էլեկտրոններ, ատոմներ, ջրածնի ատոմ, չգիտեմ, ուրիշ բանի ատոմ, բայց թե առանձին նեյտրոնը ինչ է, տենց շատ անհասկանալի է, էլի։ Այդ տենց ու խիստ խոռոչից խոսացի, հա, մտածում էին մարդիկ, որ տենց երբ որ սև խոռոչներ իրար միանում են, ոչ մի բան լրիվ մութ է լինում ու ինֆորմացիա չես կարող ստանալ, ինչ եղավ, ով որտեղ ում միացավ, բայց պարզվում է չէ, լրիվ մութ չի, ինչ որ ինֆորմացիա մնում է, որը այդ գրավիտացիոն ալիքների շնորհիվ է, որը տարածվում են ու մենք գրանցում ենք։
ու չհաշված, որ այս գրավիտացիոն ալիքները լույսի արագությամբ են տարածվում, որը ամենաարագ արագությունն է մեր տեզերքում, դրանից արագ ոչ ոք չի կարող տարածվի, այս ինֆորմացիա, այս գրավիտացիոն ալիքը մեզ հասել է 1.3 միլիարդ տարում, միլիարդ լուսատարում, որը սխալ եմ ասում, ոչ թե լուսատարում, այլ 1.3 միլիարդ լուսատարի հեռավորության վրա գտնվող սև խոռոչներից, որոնք միացել են իրար։ Ինչ է նշանակում 1.3 միլիարդ լուսատարի, այդ ժամանակի չափման միավոր չի, այլ տարածության չափման միավոր է։ 1 լուսատարին այն տարածությունն է, որը լույսը անցնում է 1 տարում։ Հասցեք լույսը ինչ երկար տարածք անցնում 1 տարում, էլի, որ չգիտեմ, մի վայրկյանում ոնց որ լույսը մի քանի անգամ պտտվում է մեր երկիր մոլորակի շուրջ, այնքան արագ է, էլի, պատկերացրեք։ Էսի 1.3 միլիարդ տարի է պետք, որը տեղից հասնի մեզ լույսը։ Այսինքն, այդ որ խփել են իրար այդ երկու սև խոռոչները ու միացրել են իրար, այդ ոչ թե հենց այդ պահին ա եղել ու մենք գրանցել ենք, այլ 1.3 միլիարդ տարի առաջ է տեղի ունեցել ու մենք այսօր գրանցեցինք այդ սարքով, որ իրանք բախվեցին 1.3 միլիարդ տարի առաջ։ Okay, հարցեր ունենք, թե չէ։ Ունենք։ Okay. Միամիտեր մատս կտա։ Okay. Դե ոնց որ մեկ բառերից խառնում եմ տարի տեղը լուսատարի եմ ասում, բայց միշտ փոթվեք, զուտ ես եմ սխալվում։ Տարին ժամանակի չափման միավոր է, լուսատարին տարածության։ Okay. Ստե ինչ ասում։ Ոչ մետաքրքիր բան։ Հետաքրքիր մասը։ Այս ոնց գիտեք, ալիքները հաճախականություն ունեն։ Հաճախականությունը այնա, թե ոնց որ օրինակ մի վայրկյանում քանի անգամ է այդ ալիքը բարձրանում, իջնում, ասենք փողի ալիքը որ տնենք բարձրանում, իջնում, չէ՞։ Ինչ որ հաճախականություն ունի։ Ու այդ հաճախականությունը, ասենք տարբեր հաճախականություններ կա, 1-ից մինչև տես միլիոնավոր, դաժե 1-ից փոքր 10-10 աստիճան հաճախականություն, որը նշանակում է մի վայրկյանում, չգիտեմ, մի միլիարդ անգամ ինչ որ բան տատանվում է։ Հիմա շատ հետաքրքիր փաստ է, որ այս մեզ հասած գրավիտացիոն ալիքների հաճախականությունը այն հաճախականությունն է, որը մարդիկ լսում են։ Ինչ որ չափի հաճախականության տարածք կա, որը մարդը չի լսում, կենդանիներ կան մի քիչ բարձր են լսում, կենդանիներ կան մի քիչ ցածր, բայց ինչ որ հաճախականության տարածք կա, որ մեր ականջը լսում է, մյուս հաճախականությունները չի լսում։ Ուրեմն հետաքրքիր մասը։ Իհարկե այս ամեն ինչը չենք կարող մենք լսենք, որտեղ մենք լսում ենք օդի տատանվող հաճախականությունները, սա ուրիշ բան է տատանվում, որը կհասկանանք ինչա լճեմ ասել, ինչա գրավիտացիոն ալիքը, բայց պրոստը կարաս այս հաճախականությամբ ինչ ստացել ես, վերածես ձայնի ու լսես ոնց որ ինչ կլներ, եթե սա օդի տատանում լիներ, ու տենց կա սարքած, հեսա շերանամ ցույց տամ։ Մի խիստ մի վարկանակ։ Հեսա միացնեմ, սեք։ Այս որ լսում եք վերջում այդ ծվոցը որ գալիս է փոքր, դա հենց այն պահն է, երբ որ երկու սև խոռոչ կպնում են իրար ու շատ արագ միլիվայրկյանների ընթացքում այնքան արագություն ունեն իրանք այդ պահին, այնքան էներգիա, որ միլիվայրկյանների ընթացքում իրանք միանում են իրար։ Ու այդ միանալու պահին այդ գրավիտացիոն ալիքը այնքան ուժեղ է լինում, որ մենք այդ կարում ենք գրանցենք։ Մինչև այդ եկած գրավիտացիոն ալիքները չեն կարող գրանցենք, որովհետև շատ ավելի թույլ են ու պրոստը մեր սարքերը չեն գրանցում, բայց կան այդ գրավիտացիոն ալիքները։ Այսօր որ հասկանանք ոնց են առաջանում, դա էլ կհասկանանք։ Էկրանս հետ փոխեմ։ Այս մասը չասեցի։ Հարց ունենք։ Okay.
Այս որ երկու հատ նկարա, իրականում այս սարքից որ գրանցում են գրավիտացիոն ալիքը, երկու հատ ա եղել, երկուսով էլ որ պետք է գրանցես, որ վստահ լինես, որ ոչ մի սխալ տեղի չունեց, էլի, որտեղ թե մի հատ սարք ունես, որը գրանցում է, միշտ էլ կարա ենթադրես, որ հա ինչ որ կողը սարք կար, կողը ուրիշ բան եղավ եւ այլն, եւ երբ որ երկու հատ ունես իրարից հեռու, տենց էլ չես կարա հույս տաս քեզ, որ ինչ որ սխալմունք ա տեղի ունեցել, այս երկու հատը մեկը մի սարքինն է, մյուսը էլի, որը համարյա համընկնում են իրար հետ։ Okay, հետ գնանք հոդվածին, դե կատարվում։ Ուրեմն գրավիտացիոն ալիքները առաջանում են այն ժամանակ, երբ որ օբյեկտները շարժվում են, ցանկացած օբյեկտ շարժվում է արագացմամբ։ Հիմա չենք խորանալու թե խի է տենց, բայց փաստն է, որ պետք է ինչ-որ բան արագացմամբ շարժվի, որ առաջանա գրավիտացիոն ալիք, նույնիսկ դուք որ վազում եք, առաջանում է գրավիտացիոն ալիք, պրոստը այնքան թույլ է, որ ոչ մի բան չի փոխում, էլի։ Ու ստե ինչ ասում, մոռացել եմ արդեն ինչերն եմ նշել։ Մոտ 50 տարի առաջ 50 տարի առաջ մարդիկ նույնիսկ կասկածում էին արդյոք սև խոռոչներ կան թե չկան, ու մնաց չկասկածային, որ գրավիտացիոն ալիքներ կան թե չկան, ու ոնց նշել էի սկզբում, Էյնշտեյնը տենց համարում էր, որ անհնար է գրավիտացիոն ալիքները, որ կարանանք մենք գրանցենք։ Բայց մարդիկ սկսեցին ավելի շատ հավատալ գրավիտացիոն ալիքներին 1950-ականներից հետո, որովհետև ցույց տվեցին, որ այս գրավիտացիոն ալիքները իրականում էներգիա ունեն, էներգիա են փոխանցում, ասենց ասած, ոնց են ցույց տալիս, գիտնականները չափել են պուլսարների կորցրած էներգիան, պուլսարները բան են, ինչ-որ աստղի նման բան են, որը շատ ուժեղ ռադիացիա են արձակում, ու իրանք պտտվում են, ու այնքան արագ են պտտվում, որ շատ ուժեղ այդ ճառագայթում են, ու մենք գրանցում ենք իրանք ճառագայթումները, ու պուլսարների այդ բանը մենք կարող ենք գրանցենք, թե ոնց որ եւ այդ ռադիացիան հասնում է, ու մենք կարող ենք գրանցենք, ու կարող ենք տեսնենք ինչ արագությամբ են իրանք պտտվում, ինչ էին անում, ու երբ որ երկու պուլսար հանդիպում են իրար, ուտես պտտվում էին իրար շուրջ ու էներգիա են կորցնում, ու երբ որ չափեցին այդ կորցրած էներգիայի չափը, համընկնում էր այդ էներգիայի չափին, որը Էյնշտեյնի բանաձևերով այդ գրավիտացիոն ալիքների էներգիան էր, իսկ փաստացի ոնց ֆիզիկայից գիտեք ոսկե կանոնը, որ էներգիան չի անհետանում ու հայտնվում, փոխարինվում է մի տեսակից մյուսին, այստեղ այդ տեսան էլի, որ այդ էներգիան պուլսարների, որ իրար հետ պտտվելուց դանդաղում էին, օդ չի կորում այդ էներգիան, այլ գրավիտացիոն ալիքների է վերածվում։ Ու դրա համար այս գիտնականները Նոբելյան մրցանակ են ստացել 1993 թվականին։ Ու հա, ինչով է բարդ է գրավիտացիոն ալիքները բացահայտելը։ Նախ այսքան ժամանակ, չգիտեմ, պիտի որ արդեն հասկանալի դառնար ինչ է գրավիտացիոն ալիքը։ Ուրեմն Էյնշտեյնը ցույց է տվել իր տեսության, որ գրավիտացիան իրականում ուժ չի, գրավիտացիան մեր տարածաժամանակի ծալվելու հատկությունն է, մեր ամբողջ տեզերքը 4 հարթությունից է կազմված, մեր 3 հարթությունը ու ժամանակը, ու Էյնշտեյնը ցույց է տվել, որ երբ որ կա զանգված, ինչ որ օբյեկտ որ ունի զանգված, ինքը տարածությունը ծռում է։ Պատկերացրեք մի հատ sense հարթ տարածք ունեք, մեջտեղում ասենք արևը դնես, sense փոս է անգնելու, չէ՞։ Ու կողերը, եթե ինչ որ բաներ դնես, գալու են կպնեն արևին, ընկնելու են վրան։ Ոնց որ նույն ձև այդ մի քիչ վատ է նկարագրում այս ամեն ինչը, բայց դա ցույց տալի, որ իրականում գրավիտացիան ուղղակի այն հատկությունն է, որ զանգված ունեցող մարմինը ծալել է ժամանակա տարածաժամանակը ու դրա համար իրան մոտ են գալի, քաշում է իրան, sense ասած, բայց ուժ չի էլի, ու դրա համար է, որ սև խոռոչը ազդում է նաև լույսի վրա։ Եթե դպրոցում դուք անցել եք գրավիտացիայի բանաձևը, դե կտենաք, որ զանգված կա մեջը, չէ՞, բայց լույսը չունի զանգված։ Հարցը առաջանում, բա եթե լույսը չունի զանգված,
ոնց է գրավիտացիան իր վրա ազդում, այդ տեսությունը բացատրում է, որ զանգված պարտադիր չի ունենաս, այդ սաղ տարածած ժամանակը, որտեղ լույսը շարժվում է, դա ծռվում ու ուզածուց լույսը ծռվելվա գնա այդ սև խորոչի մեջ, էլի։ Զանգվածը պարտադիր չի, որ գրավիտացիան քո վրա ազդի։ Ու ինչա տեղի ունենում, երբ որ այս երկու սև խորոչները ոնց որ սև խորոչի մոտ այդ տարածած ժամանակը լավ sense ծռված է, պատկերացրեք խորը ներքև է գնացած ու երբ որ երկու սև խորոչ տենց սկսում են մոտիկանալ իրար, իրենք սկսում են պտտվել իրար շուրջ, ոնց որ այս նկարում է, sense երկու հատ սև խորոչը sense պտտվում են իրար շուրջ, ու ինչքան գնում է, այնքան ավելի արագ են սկսում պտտվել, արագ սկսել պտտվել, որից այդ դաշտը ավելի է ուժեղանում ու հենց այդ բան երբ կպնում են իրար, այդ կոլապսա տեղ ունենում ու շատ ուժեղ գրավիտացիոն ալիք է առաջանում։ Գրավիտացիոն ալիքը այդ պահին ինչ է։ Պատկերացրեք, երբ որ տարածաժամանակը ծռվում է, տարածությունը լայնանում ու նեղանում է։ Ինչ որ տարածքում, երբ որ տարածությունը ինչ որ գրավիտացիոն ալիք կա, ոնց ասեմ, այդ տարածքում ամեն ինչ նեղանում է այս ուղղությամբ։ Իսկ այս ուղղությամբ ամեն ինչ լայնանում է։ Ու պատկերացրեք սև խորոչի մոտ տենց է, երբ որ դու սև խորոչի մոտ ես այդում, գիտեմ, դու լայնան երկարում ես, նեղանում ես, էսի ինչ ես ելնում, բայց տարածության վրա ազդում է, էլի, տարածությունը մեր աշկերով թվացած sense ամեն ինչ sense բարձ չի։ Մեր մոտ է որ գրավիտացիան թույլ է բանա, sense ամեն ինչ 3D բարձ է հասկանալի է։ Սև խորոչների մոտ այդ տարածություն ժամանակ սա խառնվում է իրար։ Ու երբ որ այդ բախվում են իրար, դրանից առաջացած ալիքը, sense պատկերացրեք ստեղա 10 սանտիմետր է, երբ որ հասնում է ստեղ ալիքը, ստե դառնում է 9 մմ, հետո ստե տարածվում է, էլի։ Այսինքն այդ նեղանալու հատկությունը sense ալիքի պես տարածվում է։ Вот это գրավիտացիոն ալիքը, տարածաժամանակը սա ճկվելով գնում է ոնց որ ջրի ալիքները, որտեղ բարձր է անդել լայնացած է, որտեղ ներքև է, այնտեղ նեղացած է։ Եթե չգիտեմ ձեռքերս լավ է իմա թե չէ, եթե ինչ-որ օբյեկտ ունես իր վրա եկել է գրավիտացիոն ալիք, ինքը sense բան է լինում։ Վերևից վերևը նեղանում է ու լայնանում է ինքը sense, հետո նեղանում է, վերևն է լայնանում, այսպես բան է ինչ-որ լինում։ Պատկերացրեք խորանարդ ունեք, որը sense ուղղանկյունից է դառնում, հետո sense ուղղանկյունից, sense ուղղանկյունից, հետո sense։ Ու ալիքն է այդ ազդում, որ տենց է լինում, էլի, ամեն մի ալիք հանցնելուց ինքը մի հատ sense լինում է։ Ու քիչ-քիչ կարա կռահեք, թե ոնց են գրանցել այս ալիքները։ Բայց ինչքան է ազդում, այդ որ ասում եմ, ես նեղանում, լայնանում, ինչքան է նեղանում, լայնանում, ստե նկարագրում է, որ եթե ունես 10 լուսատարի հեռավորություն, պատկերացրեք աստղ կա երկից, որը 10 լուսատարի հեռավորության վրա է, 10 տարի լույսը պետք է գնա որ հասնի ինձ, այդքան տարածությունը դու պետք է չափես մազի ճշգրտությամբ, այսինքն մի մազ պետք է սխալ չչափես, այն ամենավերջում պետք է ասես, այս մազից մազը կա թե չէ, պատկերացրեք մազի չափը ու 10 լուսատարին։ Այդքան ճշգրտությամբ դի չափես, որ տենաս կա գրավիտացիոն ալիք, թե չէ, որտեվ այդքան է ազդում, երբ որ հասնում է մեզ։ Ավելի կոնկրետ ասում են, երբ որ հասել է երկիր այդ գրավիտացիոն ալիքը, բանա ինչքան է նեղացե, պատկերացրեք մի հատ ջրածնի բան, պրոտոնի չափ, գիտեք ինչքան փոքր է պրոտոնը երևի, շատ փոքր է, իրանից 10,000 անգամ փոքր։ Այդքան քիչ է նեղացնում, պատկերացրեք ոնց կարելի է դա գրանցել, էլի։ Ատոմներն ենք հազիվ տենում, որ ունած ատոմից 10,000 անգամ փոքր ինչ որ հեռավորություն հասկանանք այդքան նեղացել է, թե չի նեղացել։ Դրա համար չէին հավատում, որ կարելի է գրանցել, նաև երկրորդ պատճառը, որ չէին հավատում, որ կարելի է գրանցել, այնա որ այտենց օքեյ, եթե շատ ուժեղ գրավիտացիոն ալիք լինի, կարող է կարողանանք գրանցենք, բայց այդ ինչ պետքա տեղի ունենա, որ այտենց գրավիտացիոն ալիք առաջանա, օքեյ, եթե երկու հատ սև խորոչ պետք է միանան իրար, շատ հազվագյուտ բան պիտի որ լինի, էլի, ամեն օր չեն միանում իրար, մենք էլ գրանցենք, ասենք, կարող է 1 միլիոն տարի հետո հասնի մեզ ինչ որ ուժեղ գրավիտացիոն ալիք հոճենք նստելու 1 միլիոն տարի սպասենք, տենանք, երբ հասնում մեզ, մենք էլ գրանցենք, բայց ոնց որ այս չափումները ցույց տվեցին, որ այդքան էլ հազվագյուտ բան չի, միջև օրես այս բացահայտումից հետո 200-ից ավել գրավիտացիոն ալիքներ ենք մենք գրանցել, որը նշանակում է 200-ից ավել տենց դեպք է տեղի ունեցել,
կամ երկու սև խոռոչ են իրար միացել, կամ երկու նեյտրոնային աստղ, կամ նեյտրոնային աստղը սև խոռոչին, հիմնականում այդ ժամանակ է լինում, այդ 3 դեպքերում է լինում երկու սև խոռոչ, երկու նեյտրոնային աստղ կամ նեյտրոնային աստղ ու սև խոռոչ։ Okay։ Այդ տենց հիմա էսի այդ նկարներն է, որ մի հատ սև խոռոչը 29 արևի զանգված ունի, մյուսը 36, այս իրենց գրանցածն է ոնց որ զգալի պտտվում են, գնալով միանում են սենց իրար ու ստացվում մեծ մի հատ սև խոռոչ 62 հատ արևի զանգվածով ու էդի հենց այս պահն է, որ գրանցում են, այս գրավիտացիոն ալիքն է գրանցած, ստես էց ուժեղանում է ու այնքան մեծ էներգիա է այստեղ, որ սա ասեմ ինչքան է 3 հատ արև է պետք ամբողջությամբ, որ այդքան էներգիա ունենա, այս գրավիտացիոն ալիքը այնքան էներգիա ունի, որ 3 հատ արևի էներգիա է, էլի ամբողջությամբ արևի էներգիա, բայց այս գրավիտացիոն ալիքը ընդհանրապես տևում է միլիվարկյաններ, էլի, ինչքան ուժեղ բան է տեղի ունենում, որ մի քանի միլիվարկյանում ավելի շատ էներգիա է արձակում, քան 3 հատ արև իրար հետ, արևը միլիարդավոր տարիներով վառվում է, կվառվի, էլի, որ պատկերացնենք ինչքան էներգիա ունի, ստե ինչ լավ, ոչ ման չեմ նշել, կամ էլ չի պահպանվել, okay, սա գրանցելու ձևն է, պատկերացրեք սարքել են այսինքն 2 հատ շինություն Ամերիկայում, իրարից 3000 կիլոմետր հեռավորության վրա, իրարից ուղղահայաց 90 աստիճան անկյուն կազմող 2 հատ խողովակ է, 4 կիլոմետրանոց ամեն խողովակը։ Ու խոսացինք թե խիա 2 հատ, մեկը Hanford-ում է, մեկը Livingston-ում են սարքել, որ իրարից լավ հեռու լինեն։ Ու ինչ են անում։ Պատկերացրեք, ստեղից այս իրանց լաբորատորիան է, լազեր են կրակում, որը այս խողովակի մեջով գնալու է։ Այս խողովակի մեջով գնալուց դե հայելի է դրած, որ կիսվի երկու մասի, մեկը այս կողմ գնա, մեկը այս կողմ գնա, ու գնում են 4 կիլոմետր միջև վերջ են հասնում, ըստ վերջում էլ է հայելի դրած, նույն ձև պտտվում են, հետ են գալի, ստեղից էլ։ Երբ որ պտտվում հետ են գալիս, այստեղ, եթե գոյություն չունի գրավիտացիոն ալիք, ոնց գնացել են, տենց էլ հետ են գալու, իրանք նույն հաճախականություն ունեն, նույն պահին են բաց թողնվել ու գալու են, այսենց իրար զրոյացնեն։ Ոնց գիտեք, երբ որ երկու ալիք իրար հակառակ բան ունեն, հաճախականությունը ասենց ասած, իրանք իրար զրոյացնում են։ Այս նկարում, որ տենակ ամեն կետի գումարը զրոյ ալնել, ուստի երկուսն էլ զրոյ են, ստե մեկը մեծանում է, մեկը փոքրանում, նշանակում է էլի զրոյա։ Ու սենց ոնց որ չեն շեղվում իրարից, էլի ոնց եկել են, տես շարունակում են։ Ուստես այդ գալիս է, կարճ ասած, ստեղ զրոյանում են, ուստը չի հասնում ոչ մի ազդանշան։ Ու իրանք էս իրանց բար, ինչ են ասում, սենսորի վրա չեն տենում ոչ բան։ Եթե չեն տենում ոչ բան, նշանակում է, օքեյ, գրավիտացիոն ալիք չկա, ոնց ուղարկել ենք այս լազերները, նույն ժամանակում հետ են եկել։ Եվ ժամանակի խախտումն է, որ իրանց բանը անելու, շեղելու է։ Իսկ մեկը եթե 1 ու 1 վայրկյանում է գնաց հետ եկել, մյուսը 1 ու 2, այս ալիքները շեղված են ելնելու ու չի զրոյանալու, իրանք լույս են տենալու այս սենսորի վրա։ Երբ որ լույս չեն տենում, ամեն ինչ օքեյ է։ Բայց երբ որ գրավիտացիոն ալիք կա, ի՞նչ է լինում։ Երբ որ գրավիտացիոն ալիք կա, ոնց ասացի, մի ուղղությամբ գրավիտացիոն ալիքը նեղացնում է տարածությունը, մի ուղղությամբ լայնացնում։ Ու պատկերացրեք, այս տարածությունը գրավիտացիոն ալիքի ազդեցության տակ նեղանալու է, ավելի կարճ է դառնալու, հետեւաբար լազերը ավելի արագ է գնալու գա։ Որտեվ քիչ է տարածությունը փաստացի այդ ալիքի պատճառով։ Իսկ ստեղ երկարելու է ու մի քիչ ավելի ուշ է հասնելու։ Ստացվում է իրականում ոնց որ 8 կիլոմետր է այս լույսը անցնում, որտեվ գնում գալիս է, 2 անգամ ավելի շատ է, քան սարքն է, էլի։ Ու կարճ ասած, նաև որ սա նեղանում է, սա լայնանում է, դրա ազդեցությամբ տանք ոնց որ ազդանշանը 2 անգամ է մեծանում, որ էլի լավ է, էլի։ Մեզ օգուտ է տալի, եթե մի քիչ տարբերություն լինի, համընդեղ է նեղանալու, համընդեղ է լայնանալու, ու ազդանշանը 2 անգամ ուժեղանալու է, ու ինչ է լինելու, այս մեկը մյուսից շեղվելու է, արդյունքում չի զրոյանալու, ըստ իրանք տենալու են լույս սենսորի վրա։ Ու ինչը տենց էլ լինում է իրականում։ Այն դեպքում, երբ որ կա ուժեղ գրավիտացիոն ալիքներ, որը ոնց ասացինք,
առաջանում է շատ հազվագյուտ դեպքերում։ Ու հիմա պետք է որ ավելի հասկանալի լինի, ինչն է տարօրինակ, պատկերացրեք, այսքան սարք է սարքում, 20 տարի քանի սարքել են, վերում դնում ես, միացնում ես, ես իմ քանի տարի աշխատել է, ոչ մի բան չի գրանցել, հետո ասել են օքեյ, եկեք ավելի լավ սարքենք, էսի լավացնենք, այն լավացնենք, այն լավացնենք, որ ավելի ճշգրիտ լինի, լավացրել են, ոնց վերջացրել են, միացրել են ու բան, կես ժամ հետո հասնում է ինչ որ սև խորոշների պայթյունի ձայն, միացման ձայն, որը շատ անհավանական է, էլի, որ բախները այդքան բերել է, մեզ բերել է։ Մեծ ոսացի պարզվեց այդքան էլ ուսուցիչ չեն լինում, արդեն 200 հատ եղել են, հենց որ շատ զարմանալու չի։ Ու ինչումն է սրա ամենամեծ դժվարությունը, որ պետք է սարքել շատ լավ այդ հայը լիներ, որ իր վրայի բանը շատ քիչ լինի, ջերմային, չգիտեմ, էֆեկտները, որտեղ պատկերացրեք, այդ որ ասում եմ տարածությունը նեղանում է, լույսը շուտ է տեղ հասնում, այդ պրոտոնից 10,000 անգամ փոքր ավելի երկարություն է, որ փոքրանում է, պատկերացրեք, միլիմետրից մի քանի տրիլիոնավոր անգամ փոքր տարածությունն է։ Ու ատոմները շարժվում են այդ հայելու վրով, եթե ատոմը մի քիչ այս կողմ գա, այն կողմ գա, արդեն իսկ այդ քո գրավիտացիոն ալիքի շեղածից մի քանի միլիոն անգամ մեծ շեղում դու ունես ատոմի շարժվելու պատճառով, դրա համար դա շատ լավ ինչ որ հայ լինել պետքա սարքես, պետքա կամ այդ շեղումը հանես, իմանաս ինչքան է շեղումը լինելու, այդ կրակած լազերի քվանտային էֆեկտները պետքա իմանաս, որ հանկարծ դրանց շեղումը չլինի, ու ամենադժվարներից մեկը, որ պետքա այս խողովակի մեջով, որը գնում է լազերը, պետքա շատ ուժեղ վակուում լինի։ Համարյա ոչ մի բան պետքա այդ խողովակի մեջ չլինի, որովհետև խախտելու է, միշտ երբ որ բան լինի խողովակի մեջ, բնականաբար այդ լազերին մի քիչ այս կողմ այն կողմ գցելու խանգարելու է ու բնականաբար չես կարող ճշգրիտ չափես, էլի, ինքան տարածությունը նեղացավ, լայնացավ։ Ուտեն շատ հզոր վակուումային խողովակներ են սարքել, նաև պետքա բան լինի, սեյսմիկ կայուն լինի, որ փոքր երկրաշարժերից չազդվի կամ, չգիտեմ, ճանապարհով մեծ ավտոներ ֆուրեր գնալուց դղրդոցը չազդի, դրա հազարդ բան կա, էլի, մագնիսական դաշտը չազդի, հեռախոսների կապը չազդի, այտենց շատ դժվար է։ Բայց քանի որ 2 հատ է, այդ լավ շանսը մեծացնում է, էլի, որ եթե քո մոտ մի բան եղավ, այն մյուսի մոտ չի լինելու, եթե դու բան ես գրանցել, երկուստ էլ պիտի գրանցեք։ Ու երկար ժամանակ դժվարանում էին այս ամենը անել, ստացվեց, երբ որ այս Barry-ը եկավ դարձավ այս Laigo-ն այս կազմակերպությունն է, էլի, որ այս ամեն ինչ սարքել է ու բացվում է, ոնց էր բացվում, չեմ հիշում։ Ներքնենք։ Այսա, The Laser Interferometer Gravitational Wave Observatory, այս անունն է, այս լազերներով գրավիտացիոն ալիքների գրանցման կայան, ինչ-որ sense բաներ է։ Իր տնօրենը գլխավորը դարավ այս մարդը ու ասեց sense չի լինի, ընդամենը 40 հոգի էր դա աշխատում, ինքը տենց 40-ից հասցրեց մինչև 1000 հոգի, 1000 հետազոտող էին արդեն աշխատում այդ կազմակերպությունում այդ սարքերի վրա ու տարբեր երկրներ միացան, մոտավորապես 20 երկրից հետազոտողներ եկան եւ այլն, տենց մեծ թիմ դարավ ու ինչ եղավ, լազերները ուժեղացրին, մի քանի 10 անգամ ավելի հզոր ու ճշգրիտ լազերներ եղավ, որտեղ լազերն էլ է շատ կարևոր է, պետք է ճշգրիտ երկու կողմ գնացող լազերները նույն հաճախականությունը ունենան, նույն երկարությունը, ուժը շատ բոլոր բաները պետք է նույնը լինեն, էլի։ Այս հայերիները մոտ 40 կիլոգրամանոց հայերիներ էին, որը այտենց հեշտ չի սարքելը, ճշգրիտ հայերիներ, պետք է աղմուկը ֆիլտրացիան էին կողից եկող, կարծես ոնց շատ բարդ էր ու գրանցեցին այս գրավիտացիոն ալիքները, առաջինը գրանցեց այս Լևինգստոնում գտնվողը ու 7 միլիվարկյան հետո հասավ Hanford սարքին, լույսին ընդհանրապես 7 միլիվարկյան է պետք, որ այդ 3000 կիլոմետր անցնի, էլի, մի քանից մյուսը։ Տենց ստե ժամն էլ է, այդ գիտնականի մասին ասում, որ երբ որ գրանցվեց այս Marco Dragon Գերմանիայում էր գտնվում, Ամերիկայում մարդիկ քնած էին այդ ժամին,
ինքը հավանաբար այն մարդկանցից եղել, որ առաջին անգամ տեսել է այդ գրավիտացիոն ալիքների ազդանշանը, որտեղ ինքն էր արդեն Գերմանիայում ու իրան որ նամակ ա ուղարկվել էլի, որ sense բանա գրանցվել։ Հետո ինչ մասկան նշը Ստելի խոսում է նրա մասին, որ 1.3 միլիարդ տարի առաջ է տեղի ունեցել, որը իդեպ համընկնում է այն շրջանի հետ երկիր մոլորակի վրա, որ երկիր մոլորակի վրա 1.3 միլիարդ տարի առաջ արդեն կար միաբջիջ օրգանիզմներ ու այդ այն շրջաններ, երբ որ միաբջիջից արդեն քիչ-քիչ դառնում էր բազմաբջիջ օրգանիզմներ ու պատկերացրեք այդ շրջանում երբ որ միաբջիջ դառնում է բազմաբջիջ, ինչ որ միտեղ եսին որտեղ երկու հատ ծև խորոש միանում են իրար ու իր ազդանշանը հասնում այն ժամանակ, երբ որ դա արդեն ցիվիլիզացիա կա բանցնում, մարդիկ դեզերտ են թռնում եւ այլն։ Այդքան դանդաղ է լույսը շարժվում մեր հսկայական դեզերքում են։ Ստե նաև խոսում այն մասին, որ նաև սարքել էին այս Virgo նույն ձև սարքը Իտալիայում, որը սկսեցին իրար հետ համագործակցել, արդեն օգնում էին իրար, որ ավելի ճշգրիտ գրանցեն, իրար հետ գրանցեցին այս 1.8 միլիարդ տարի առաջ տեղի ունեցած բախումը երկու ծև խորոչների։ Նաև երբ որ սկսեցին նաև գրանցել նեյտրոնային աստղերի բախումները, բացի գրավիտացիոն ալիքներից, դրանք նաև արձակում են այլ էլեկտրամագնիսական ալիքներ ու մեր սովորական բաներով, տելեսկոպներով արդեն կարող ենք նաև այդ ազդանշանները գրանցել ու կարող ենք համատեղենք։ Ասենք տենում ենք սարքը գրանցեց գրավիտացիոն ալիք, նաև տենում ենք, որ այս տելեսկոպը գրանցեց էլեկտրոմագնիսական ալիք, նշանակում է այս ճիշտ բան ենք ոնց որ տեսել, ինչ որ բան չի էլի, աղմուկ չի ուրիշ։ Նաև չգիտեմ, ինչքան գիտեմ, այս չի միակ ձևը գրավիտացիոն ալիքները բանանելու, բառը միշտ մոռանում եմ, գրանցելու համար, նաև ուրիշ հետարքիր ձևեր են օգտագործում, ոնց ասեցի, պուլսարներ կան դեզերքում, որոնք մեծ ճառագայթում են շատ ուժեղ ինչ-որ հաճախականությամբ ու կարելի է ենթադրել, որ գրավիտացիոն ալիքները իրենց վրա են ազդելու ու ասենք հարավից եկող պուլսարի ճառագայթումը մի քիչ ավելի շուտ պետք է հասնի, քանի որ այդ տարածությունը նեղանա լայնանալու ուղղությունը իրանը լայնանալու ուղղությունն է կամ մյուս կողմից ավելի նեղ պետք է գա ու տենց կապ են գտնում դրանց մեջ ու տենում են իրոք այս որտեղ է գտնվում այս պուլսարը որտեղ է գտնվում ու էլ այդ գրավիտացիոն ալիքները իրանց ճառագայթման վրա ոնց են ազդել, որ իրանք սենց են մեզ ասել, կարճ ասած սենց լիքը բաներ են ուսումնասիրում, որը այս աստղաֆիզիկայի մեջ լիքը նոր հնարավորություններ է տալի, էլի, երբ որ դու մենակ միջև այս կարայիր աստղերի, սև խորոչների եւ այլնի մասին տեղեկություն ունենայիր մենակ ճառագայթման լույսի տենց բաների միջոցով, տենց ազդանշանների միջոցով, հիմա նաև գրավիտացիոն ալիքներ ունես ու կարաս շատ ավելի շատ բան իմանաս, թե երբ որտեղ ինչա տեղի ունեցել, էլի։ Ստեղ այսքանն էր։ Նաև հետաքրքիր է այն մասը, որ պարզվում է մեծ պայթյունի ժամանակ, երբ որ տեզերքը առաջացել է, այն ժամանակ էլ է պատկերացրեք ինչքան հզոր գրավիտացիոն ալիք է ստեղծել այդ պայթյունը ու գիտնականները ենթադրում են, որ պետք է առաջիկայում ինչ-որ ձև գրանցենք այդ գրավիտացիոն ալիքը մեծ պայթյունից եկող, իհարկե անմիջապես այդ ալիքը չի, այլ ալիքի հետևանքներն է ինչ-որ, լավ չեմ հասկանում այդ մասը, բայց ձև կա հասկանալու ոնց որ կա այդ մեծ պայթյունի գրավիտացիոն ալիքը թե չէ, հələ չեն գրանցել ոչ մի բան դրա հետ կապված, բայց հավանաբար առաջիկայում կլինեն ինչ-որ գրանցումներ, նաև ինչն է հետարքիր, ստեղ այս Նոբելյան մրցանակակիրներից մեկը Interstellar ֆիլմի բաներից է, այդ գիտական խորհրդատուն ա եղել, ինքն է այդ ամբողջ բանը գրել Interstellar-ի
սցենարի գիտական մասերը, որ ֆիզիկայի օրենքներին չխաթարեն։ Իհարկե գեղարվեստական մասեր էլ կա, դրա համար այս մարդը անունը ոնց էր։ Ներքանեքստը։ Չեմ հիշում։ Լավ, հետո գնայք։ Բանը արա, հետո գիրքը գրե Interstellar ֆիլմում օգտագործած ֆիզիկայի մասին, թե ինչն է իրականում ֆիզիկորեն, ինչն է գեղարվեստական ինչ-որ ֆիլմի հատված, որ շատ քննադատ են, էլի, ասեն ֆիզիկայի հերանից ելեք։ Հենց հատուկ դրա համար գիրքը գրեմ։ Նաև Interstellar-ի մեջ այդ պահն է շատ հետաքրքիր, որ միջև այդ չկար սև խորոշների այդ սիրուն նկարը, ես այդ կողը պտտվող տակ բանով, փոշիով եւ այլն վերևից եկող, եթե տեսնեք ֆիլմը, սև խորոշի պատկերը տեսած կլինեք, իրանք դա իրականում տենց պրոստը չեն նկարել, դրել սիմուլացրել են հատուկ ծրագրերով, թե ոնց կերևար սև խորոչը, եթե դու իր դեմը լինեիր, ու տենց կոնկրետ ստացել են, էլի, պատկերը լրիվ գիտական սև խորոչ են ստացել, ընդհանրապես ֆիլմի համար, բայց մեծ գործ են արել, նույնիսկ այդ իրենց գործի վրա արած լուրջ գիտական հոդվածներ կա գրած, թե ոնց են սև խորոչը սիմուլացրել եւ այլն։ Ավես բաներ են արել։ Okay, այսքանից հարցեր ունեք։ Վարժան, Հայ, եթե համեմատենք այս դետեկտորը ոնց որ բաների հետ, այդ արբանակներ ունեն, չէ՞, որը նայում է խորտ եզերք, այնտեղ ոնց էր ստացվում այդ արբանյակի բանի մեջ, հայելի մեջ ընկնում էր լույս, չէ՞, տարբեր հաճախականության եւ այլն։ Իսկ եթե ուզում էին նայեն ինչ որ դիապազոնի բան, սկսում էին այդ ալիքի երկարությամբ զտել արդյունքը նոր նայել կոնկրետ ինչ որ մի խորության վրա։ Իսկ այս դեպքում ստացվում է այս դետեկտորի մեջ ինչ որ տենց աղմուկ կար, որը ինչ որ ձև իրանք ալգորիթմիկ կամ չգիտեմ ինչ որ տենց մի ձևով զտում էին, որ նոր նայեն, տենային ինչը կարա լինի, գրավիտացիոնալիկ կամ չէ։ Ոնց հաստատ դիմաց այդ ֆիլտրների մասին կա խոսքը, որ ասում էր ֆիլտրներ են համ այս ֆիլտրները համ ֆիզիկական ինչ որ ֆիլտրներ են, որը ոնց կամ երկրաշարժերի բանն են ֆիլտրում, որ չեն թողում գրանցի կամ ուրիշ ազդանշաններ են ֆիլտրում, համ ալգորիթմիկ ֆիլտրներ կա, որը այդ շեղումից հանում է աղմուկը, բայց այդտեղ լավ տեղյակ չեմ իրականում համ այս սարքերից, համ քո ասած սովորական տելեսկոպներից, որ ինչ որ հաճախականությամբ ալիքներ են ուղղակի գրանցում, բայց դե կարծում եմ տարբերությունն այն է, որ այդ ալիքներ գրանցողը ռադարները, ռադար են ասում, ինչ են ասում, հատուկ հաճախականության են հավանաբար, ամեն ռադար իր հաճախականություն ունի լավ գրանցելու, ըստ չկա էլի այդ սարքի հատուկ հաճախականության դեպքը, որտեվ զուտ տարածությունը նեղանում լայնանում է, ու դու գնում ես, ինչքան լայնացավ, նեղացավ, փաստորեն դու ուղիղ ալիք չես գրանցում, դու տարածության փոփոխություն ես գրանցում, որը ուզում է շատ լինի, ուզում է քիչ լինի, դու գրանցելու ես, այսինքն քիչի դեպքում պետք է որից հետո կորսայունի, որ գրանցի, բայց դեպի վերև սահման չկա էլ եթե մի մետր ասենք նեղանա, գրանցում ես, որ մի մետր նեղացավ իմ բանը տարածությունը, դրա համար մի քիչ ավելի հեշտ է այդ առումով կարծում եմ։ Շատ լավ դասաց։ Merci։ Այլ հետարքիր հարցեր։ Ես հիշում եմ, որ էլի բաներ կար պատմելու, բայց չեմ հիշում թե ինչ։ Բարձր ինչա կատարվում ընդհանրապես, թե անհայտ մնաց։ Լավ որ բարձր։ Իրականում այս հետարքիր թեմա է, հա։ Լիքը մարդ այս Նոբելյան մրցանակին ճակերտավոր ձեռը առնում, այն առումով, որ ոնց որ իրաց գլխավոր գործը այն է, որ դնեն մի հատ մեծ բան սարքեն, չգիտեմ, 4 կիլոմետրանոց տրուվեք սարքեն, վակուում սարքեն եւ այլն, այս սարքեն, այն սարքեն, ու ոնց որ այս տարվանից սկսած ձեռ էին առնում, ասում են Նոբելյան մրցանակ ստանալու համար պետք է դնել մի հատ մեծ հսկայական սարքեր սարքել ինչ որ բան գրանցելու համար, որ այդպես ինտելեկտուալ շատ գործ չկա ճակերտավոր անելու,
Որտեղ 100 տարի առաջ Էյնշտեյնը ասել էր, էլի, որ գրավիտացիոն ալիք կա։ Ինչ եք տանջվում, բայց բարդ գործ է իրականում, պետք չի թերագնահատել ու տարբեր ոլորտներում են ասում, էլի, որ ինչ որ բան ես ուզում բացահայտես, ասում են, այս քո համար գրավիտացիոն ալիք չէ, որ սարքես ստանաս դա, լուրջ գործ է պետք անել։ Ընդհանրապես ինչ որ գրավիտացիոն ալիք։ Իրականում լավ գրավիտացիոն ալիքի վիդեոն է, այսինքն վիդեոն անիմացիա է սարքած, պրոստը թե ոնց են սև խորոչները պատտվում իրար մոտ, կպնելու այդ գրավիտացիոն ալիքը ոնց ասես բարձրանում շատ ուժեղ անում ու կտրվում, այլ ալիք չի առաջանում, որտեղ միացել են իրար։ Կարակ poisk տակ gravitational waves, նայեք անիմացիաները, վիդեոները։ Մեկ էլ քանի որ 9 րոպե ժամանակ ունենք, մի բան էլ ասեմ, զուտ այսօր հետաքրքրեց, չգիտես խի նոր է ինձ հետաքրքրում այդ փաստը միջև վերջ չես զարմացրել, թե օրինակ խիա մոլորակի, ասենք Սատուրնի կողը պատտվող այդ սկավառակը հարթ, մի հարթության մեջ։ Բացեք ինչ որ բան է գալիս, պետքա որ ուղղությամբ եկել է, դες պատտվի, չէ՞, դες ես ուղղությամբ մեկ մյուսից տարբեր ուղղություններով դի պատտվում, կողը պատտվող խառը սֆերա դինի, բայց մի հատ հարթ ինչ որ սկավառակ է։ Նույնը գալակտիկան, դա գալակտիկան հարթ, տափակ, ֆորմենտի տարբեր ուղղություններով չեն պատտվում։ Կամ սև խորոչի կողի այդ սկավառակը խի է էլի հարթ։ Ոչ թե բոլոր ուղղություններով, հենց առաջին հայացքից շատ բաներ զարմանալի, այքես բան։ Խի պետքա մի հատ հարթություն լինի, կամ օքեյ, ենթադրեք մի հարթությունա ոնց է ընտրվել, որ հենց այս ուղղությամբ պետքա դες պատտվես, ոչ թե այս ուղղությամբ դինի սկավառակը։ Բարձրաց պրոստը ակնհայտ չի, խի հատենց, բայց հասկանալի է։ Ուրեմն պատկերացրեք, որ անընդհատ այս կողմից ու այս կողմից ենթադրենք փոշի է պատտվում։ Այս կողմից ու այս կողմից փոշի են գալի, իրենք բախվելու են իրար ու այս ուղղությամբ արագությունները փոքրանալու է, չէ՞։ Ու երբ որ դու ունես այնց մի քիչ շատ ավելի փոշի, որը այս ուղղությամբ է պատտվում, իրանց միացող փոշին շարունակել է այդ ուղղությամբ պատտվել, այսինքն այդ ուղղությամբ պատտվող փոշին շատանալու է գնալով, բայց երբ որ կա ուրիշ փոշի, որը այլ ուղղությամբ է պատտվում, անընդհատ խփելու են իրար ուղղություն բան, արագությունները փոքրանալու է ու մնալու մենակ այն ուղղությամբ արագությունը, որը արդեն պատտվում է այդ ուղղությամբ ինչ որ չափով փոշի, ու թե որ ուղղությունն է այդ ընտրվում, այդ գալիս է հիմնական պատահականությունից, զուտ որ կողմը ինչ որ պահի շատ ինչ որ այդ նյութ եղավ, այդ կողմը սկսում, ցենց ասած պատտվել ամեն ինչ։ Ավելի շատ ստատիստիկա է, վիճակագրության հարց է, էլի, որ ուրիշ կողմերով պատտվողները ժամանակի ընթացքում այնց իրար չեղարկում են, զրոյանում են, ոչնչին գնում են, տակը մնում է մի ուղղությամբ սկավառակ, որը անընդհատ պատտվում է։ Բայց էլ դրա մասին լիքը վիդեոներ կա, էլի կարակ նայեք։ Դրա մասին ոնց որ թե մի հատ նյութ եք կարդացել, թե ինչի է օրինակ սահադաշտերում, որ միշտ սովորաբար մի ուղղությամբ են, չէ՞, մարդիկ սահում, ոչ թե հակառակ։ Այսինքն ով առաջինը մտավ, ոնց որ ինքն է տալիս այդ տենդենսը, թե որ կողմով բոլորը պատտվեն։ Նույն այդ ձկների վտարի դեպքում էր այդ բանը աշխատում կամ ինչ որ այդ կարգի գլոբալ բաներով էլի։ Հավես օրինակ կա։ Որովհետև հակառակ սղացողների ընթացքում խփում վերացնում են, չէ՞։ Դրա համար այո։ Բանա մարդիկ չեն սիրում իհարկե պատահականությունները, բայց սա այն դեպքերից է, որ այդ սկավառակի հարթությունը պատահականությամբ է ընտրվելն էլ է այտենց շատ ճոխ ասած բառ, բայց նաև ինչքան գիտեմ, եթե այդ օբյեկտը հենց պատտվող է, այդ օբյեկտն էլ է ազդում, այսինքն եթե ասենք Սատուրնը պատտվում է ինչ-որ ուղղությամբ, իր պատտվելու ուղղությունը հավանաբար ազդում է, թե որ ուղղությամբ պետք է սկավառակը պատտվի, էլի, ինչ հարթության մեջ պետք է պատտվի։ Կարծես լիքը հետաքրքիր հարցեր կա, կարելի է գնալ նայել։ Okay, հարցեր։ Հարցեր չունենք։ Okay, դե ուրեմն այսօր էլ մերսի ձեզ, որ այսքան մնացիք, այսքան շատ մարդկանցով կհանդիպենք մի շաբաթ, խոսենք քիմիա, բժշկություն ու տես թեմաներից։
էլի ֆիզիկան պրծանք մի ամսով։ Բական էր, աղեղեք։ Մերսի, հաջողություն։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն ձեզ։